Շիրակի փողոցում արվել է աշխատանք։ Շիրակի փողոցում իմանալով արվել է հրատապ լուծման աշխատանքներ, նկատ բազմակի փոսերի մասին եք ասում լուքերիկը։ Երևանի քաղաքապետարանի շին բարեկարգման վարչության պետի պաշտոնակատարը չի տիրապետում իրավիճակին։ Ան Գաբրելյան, դուք ինչ կասեք։ Դիտավորի Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներ չի կատարվել։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի խոսքով այսօրվանից գործի են անցնելու, սկսելու են փոսալցումները։ Քաղաքապետարանի այս նիստից ժամեր անց Շիրակի փողոցում մեր նկարահանող խմբին այդպես էլ չհանդիպեց փոսալցում անող ոչ մի շինարար։ Փոսեր ինչքան ուզեք։ Որոշակի դանդաղություն։ Աննախադեպ փոսերի ժամանակաշրջանում փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հիշել է, որ անցած տարի 200,000 քառակուսի մետր նոր ասֆալտ են փռել Էրեբունի, Վաղարշյան փողոցներում ու Գայի պողոտայում։ Facebook-յան ստատուսագրությամբ նա մանիպուլյացիա է անվանել պնդումը, թե միայն իրենց իշխանության ժամանակ արած ասֆալտի վրա են փոսեր հայտնվում։ Շիրակի փողոցի այս ասֆալտն էլ է Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ արվել 2019-ի օգոստոսին։ Շենգավիթ վարչական շրջանի Facebook-յան էջի այս հրապարակումը վկա։ Գայի պողոտայում կես տարի առաջ ասֆալտն էլ է արդեն ծակվել։ Կարկատաններ կան նոր-նորքի նոր ասֆալտի վրա։ Այս ասֆալտի հաստությունը 3 սանտիմետր է, իսկ փաստաթղթերով պետք է այս ասֆալտի հաստությունը Գայի պողոտայի լիներ 5 սանտիմետր։ Ավելի քան 100 միլիոն դրամ է յուրացվել այս ճանապարհին 2 սանտիմետր պակաս ասֆալտի շերտ փռելով, նկատում է Չախոյանը։ Բլոգեր ակտիվիստի ձեռքի տակ եղած փաստաթղթերով 50,000 քառակուսի մետր է Գայի պողոտայի ճանապարհի մակերեսը։ Եթե 1 սանտիմետր քիչ ասֆալտ անեն, փռեն, կազմում է 52 միլիոն 500,000 դրամի գումար։ Քրեական գործ պիտի հարուցվի լավագույն դեպքում։ Պատասխանատուներին պատասխանատվության ենթարկեն։ Վերանորոգման կամ հիմնանորոգման կարիք չուներ այս ճանապարհը, ասում է Չախոյանը։ Համոզված է, խորհրդարանական ընտրություններից առաջ մարդկանց աչքերին թոս փչելու համար է նոր ասֆալտ արվել նոր-նորքի գլխավոր ճանապարհին։ Էդգար Ղուշչյան, Միլենա Պողոսյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։